Սիրելիներս ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ, օրը պայծառ տրամադրող, տրամադրությունս բարձր, ինչպես սիրում եմ ասել, ուզում եմ փոխանցեմ էկրանից այն կողմ դեպի ձեզ, որ ձեր տրամադրությունն էլ փոխվի, այստեղ թթվասերա, եկեք միասին մի 2 րոպե ժամանակ անցկացնենք, ասենք, խոսենք, ձեռքի հետ էլ պատրաստենք, իսկ ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, դե եթե խոհանոցում ենք, մի համով բան հաստատ պատրաստում ենք, սիրելիներս, այսօր ձեր հետ միասին սառնարանս նայել եմ, ինչ կա, ինչ չկա, ու ցանկացա ինչ-որ թե մի համովություն, հա, թխել, շատ էլ թե ջեռոց չկա, ճիշտ է ջեռոց չկա, քանի որ խոհանոցումս վերանորոգման աշխատանքներ են, բազմիցս նշել եմ, ահա, այստեղ ավելացրեցի մածուն, թթվասեր, հիմա գնանք այս մյուս խոհանոց տաքացնենք, սովորականի նման, սիրելի հետևորդներ ջան, տաքացնելու ենք, քանի որ այսպես ավելի լավ են թխվում, ավելի թեթև են թխվում ու ավելի նախընտրելի տարբերակ է, ձեզ էլ խորհուրդ կտամ, տաքացրեք ու նոր թխեք, որ ստացվի էլ ավելի լավ, իմ էջում սկզբից տեսած կլինեք, որ թխել եմ առանց տաքացնելու, փորձում ես համացանցը բաց, բոլորիս առջև դրված, բոլորս էլ նայում ենք, տեսնում ենք, սովորում ենք և համեմատում ենք, որը ոնց անենք, որ ավելի լավ ու իդեալական ստացվի, իսկ ես սիրում եմ միշտ ընտրել ոսկե միջինը, հիմա մածունը լավ տաքացնեմ, մատնագոլից մի թեթև տաք, որպեսզի ստացվեն լավ, այսպես, սիրելիներս, ու գնանք շարունակություն տանք, ահա, սիրելիներս, աշխատում ենք շատ էլ չտաքացնենք, որ թթու չստացվի, հիմա մինչև 38-40 աստիճան, այսինքն առանց ջերմաչափի, որ կարողանանք ճիշտ կողմնորոշվենք, սիրելիներս, մատնագոլից մի աննշան տաք ու կստացվի փափուկ ու թեթև իդեալական ալադիներ, ինչ ենք անում, այստեղ ունեմ տնական ձու, վրցնում եմ մեկ ձուն, այսպես, սիրելիներ ջան, աղմուկ մոտեցնեմ ինձ ու շարունակենք, որ ամեն ինչը հարթ ու ճիշտ ընթանա, ահա, բոլոր բաղադրիչները մոտեցնելուց հետո վերցրել եմ թասը, սովորականի նման, այսպես ձուն թեթևակի հարում եմ, ավելացնում տաք մածունը, սիրելի հետևորդներ ջան, ու մի հատ այսպես լավ հարում, այսպես, հիմա կավելացնեմ կես թեյ գդալախ, կավելացնեմ
2 ճաշի գդալի չափով ուրեմն շաքարավազ կողք կդնենք, որից հետո թեթևակի կխառնենք, շատ հավել չի պահանջում, գիտեք, ավելացնելու ենք 2 բաժակ ալյուր, ոչ ավել, ոչ էլ պակաս։ Տեսակ, որ մածունը սոդայով չբացեցի, այլև կավելացնեմ հիմա, միթեի գդալել սոդա, սիրելիներս, ու կփորձեմ հարել, այսպես, հարելու ենք լավ, գիտեք, որ գնդիկներ չառաջանա, արդեն իսկ սոդան սկսեց գործել, տեսակ, մոտեցնեմ, ինքան լավ գործեց, հենց է նայել, տեսակ, սկսեց գործել ընտիր ձևով, ավելացնում եմ ալյուրը, եթե դուք չափաբաժնով եք թխում, կես լիտր կաթնամթերքի համար, մինչև 2,5 բաժակ ալյուր, բայց նոր խոհանոց մտած դեռահաս աղջիկների համար, որպես փոքրիկ խորհուրդ, ասեմ, որ ալյուրը միանգամից չլցնեք, աստիճանաբար լցրեք ու հասկացեք, միգուցե կա, չէ, ասում ենք, կաթնամթերքի խտություն, ձվի խտություն, ալյուրի խտություն, դրա համար միանգամից և ճիշտ չի և ցանկալի ալյուր ավելացնելը, սիրելիներս։ Այսպես փոխարինենք գդալի, տեսեք, առաջին հայացքից կթվա, որ բավական է, բայց ոչ։ Նորից ավելացնենք։ Եվ այսպես ստացա համապատասխան խտության խմոր, որ գդալով վերցնենք և ինքը այսպես արագ կտեցվի, տեսեք, թողելու եմ մի 10-15 րոպե հանգստանա, սիրելի հետևորդներ ջան, որից հետո տեղափոխվենք գազօջախի մոտ։ Ահա, սիրելիներս, որոշակի ժամանակ անց տապակն արդեն լավ տաքացել է, շատ քիչ քանակության բուսայուղ եմ ավելացնում, բոլորս էլ սովորենք, չէ, որ մի տեսակ ալազիկի դեպքում շատ է լինելու բուսայուղը, բայց ես էլ կասեմ, որ ոչ։ Այսպես ավելացնում ենք, կրակը իջեցնում ու մարմանդ թխում, ստացվելու են, գիտեք, փափուկ, նուրբ, իդեալական ալազիներ, փակած կափարիչով եմ թխելու, այսպես։
գազօթախն իջեցնեմ, սպասենք թխվի և շրջեմ, մյուս կողմն էլ թխվի ու միջուկն արդեն ցույց կտամ ձեզ, բավականին մարմանդ։ Այստեղ արդեն աստիճանաբար թխվում են ալաթիները, հիմա իրանց պտտում ենք, ես շատ մուգը չեմ սիրում, եթե անկեղծ, դրա համար չեմ ուզում, որ մքանան, քանի որ բաց երանգով համ աչքին ահաճելի, համ էլ քինքին, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, այստեղ արդեն թխվում են վերջին չափաբաժինները, սուրճ եմ դրել և ընկերուս հետ վայելելու ենք։ Սուրճը եփվեց, սա էլ մեր ալաթիները, սիրելի հետևորդներ ջան, խնդրեմ, փափուկ, լավ, ընտիր, այնպես որ ձեզ ասում եմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով, չմոռանամ ցույց տալ միջուկը, միանգամից այսպես տակ-տակ, նայեք, ընտիր, խոսքերն ավելորդ են, համի մասին էլ ասեմ և վերջ, ընտիր։